Պարոն Իսագուլյան, վերջին մի քանի օրերի ընթացքում բավականին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում, թե քաղաքական դաշտում բոլորը սպասում են հնարավոր հուշագրի ստորագրման Հանրապետական կուսակցության եւ ՀՅԴ-ի միջև, մինչ այդ բավականին հետաքրքիր այսպես նշանակում եղավ ազգային անվտանգության պետի պաշտոնում Գեորգի Կուտոյանը։ Ինչպես եք գնահատում այս նշանակումը, սպասված էր արդյոք թե ոչ, որ տարիների աշխատանքից հետո Գորիկ Հակոբյանի կփոխարինի հենց նա, եւ դրան նախորդած իրադարձությունները, Գեորգի Կուտոյանը նախ նշանակվեց դատախազի օգնական 10 օրվա ընթացքում ԱԱԾ պետի պաշտոնում, իդեպ իրավաբանների պնդմամբ սահմանադրության խախտմամբ, քանի որ գլխավոր դատախազը կարող է ունենալ 4 տեղակալ, նա 5-րդն էր փաստորեն, ինչը սահմանադրությամբ չի նախատեսվում, ինչպես է գնահատում այս նշանակումն առհասարակ։ Նախասեմ, ես չեմ կարծում, որ ընդհանրապես արժե որ նշանակումների վերաբերյալ, որոնք բացառապես հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակներում են, մենք հարցը դարձնենք այսքան բարդ ու քննարկելի։ Նախ Գեորգի Կուտոյանի մասին կարող եմ ասել հետևյալը, պատիվ ունեցել եմ իր հետ աշխատելու նախագահի ապարատում, բավականին պարտաճանաչ, բարեխիղճ, համեստ, միաժամանակ գործունյա անձնավորություն, մարդ, որը որոշակի դպրոց անցել է, եւ թե ինչ ծրագիր ունի կոնկրետ հանրապետության նախագահան եւ ինչ խնդիրներ է դրվել պարոն Կուտոյանի առաջ մոտ ժամանակներս լուծելու, դա կարծում եմ կիմանանք հետագայում։ Չի կարելի ասել, որ նշանակումը անսպասելի է, որովհետեւ մենք գիտենք, որ հանրապետության նախագահան կադրային հարցերում երբեմն գնում է լուծումների երիտասարդ կադրերի հետ կապված, որոնք մինչ այդ նույնիսկ քննարկման չեն դառնում, բայց այս պարագայում նույնիսկ եմ կրկնում, շատ կարևոր է թե ինչ խնդիր է դրել հանրապետության նախագահը ծառայության առաջ եւ ծառայության նոր տնօրենը, ուրեմն ոնց է լուծելու այդ խնդիրները, որ դրվելու են անվտանգության ծառայության առջև։ Սա առաջին, երկրորդը, նույնիսկ ես ժամանակին այդ օրենքի վերաբերյալ բավականին լուրջ խոսակցություններ եղավ։ Ես գտնում եմ հետևյալը, որ շատ պարագաներում, երբ որ օրենքը բերում էինք ազգային ժողով եւ լուրջ քննարկումներ թվում էր թե տեղի ունենում, միշտ այն պարտավորությունները, այն լիազորությունները, որ ուներ նախագահ, մենք ինչ որտեղ դրանք կրճատում էինք, անհասկանալի ինձ համար։ Որտեղ եթե որևէ պաշտոնի նշանակման լիազորությունը տրված է հանրապետության նախագահին, ապա չպետք է որևէ այլ խոչընդոտող հանգամանք լինի։ Շատ երկրներ կան, հենց եթե վերցնենք ամենալավ ծառայություններով, հատուկ ծառայություններով հայտնի երկրներ, օրինակ Իսրայելը, դա հավարում է քաղաքացիական գործունեություն։ Եվ այնտեղ նշանակում են մարդկանց, որ վարչապետը տվյալ պարագային հարմար գտնում է։ Եվ չեմ կարծում, որ հիմա մեր պարագայում հանրապետության նախագահան որևէ բան խախտել է, թե ինչու 10 օր դատախազություն եւ դատախազությունից ազգային անվտանգության նախագահ բոլոր պարագաներում կարող էր կոչում տալ, որևէ մեկը իրան այդ իրավունքից չէր զսկում։ Նախագահի օգնականը իրավաբանական հարցերով, խնդիրներով նախագահան կարող էր այդ պարագայում էլ կոչում շնորհել։ Չգիտեմ որևէ տարօրինակ բան չկա։ Ընդհանրապես նախագահան այդ լիազորությունը ունի կոչում շնորհելու։ Եվ իր օգնականին ինքը կարա դասային աշխան տա, ոնց որ տալիս են դատախազությունում կամ կոչում։ Այստեղ ես որևէ արտարոց բան չեմ տեսնում, անչափ կարևոր է, որ ուղղակի պարոն Կուտոյանը, որի համար համակարգը նոր է իհարկե, բայց մենք պետք է դա նկատի ունենանք, կարողանա այն խնդիրները, որ նախագահան դրել է, իր առջև լուծել եւ առաջին արձագանքները ասեմ, որ բավականին դրական են, պատիվ ունեցել եմ այս քանի օրերի ընթացքում շփվել մարդկանց հետ, ովքեր այդ համակարգում աշխատում են եւ բոլորը, ովքեր արդեն մտել են ծառայության տնօրենի մոտ զեկուցելու որոշակի խնդիրներ, դա գիտեք, ծառայության գործունեության մեջ են դում, շատ լավ են արտահայտվում համենայն դեպս եւ այս նոր ոճը, որ պարոն Հակոբյանից հետո գուցե եկել է ազգային անվտանգություն ծառայություն, դրանց համար ընկալելի ու ընդունելի ոչ է։ Այս որ հատուկ ծառայություն է, եկեք թույլ տանք, որ այդ հատուկ ծառայության նորանշանակ երիտասարդ տնօրենը դրսևորի իրեն եւ կարծում եմ շատ շուտով հասարակությունը կստանա նաեւ այն հարցի պատասխանը, թե ինչու հատկապես հենց իրեն նշանակեց հանրապետության նախագահ
ազգային անվտանգության ծառայության։ Պարոն Սագուլյան, ամեն դեպքում նման նշանակումները հասարակության մոտ վստահության այդ համակարգի նկատմամբ, նաև այդ պաշտոնատար այդ անձի նկատմամբ արդյոք անվստահություն չեն ներշնչում, հա, նախագահը 10 օրով նշանակում է դատախազի օգնական, այնուհետև ազգային անվտանգության ծառայության տնօրեն մարդ, ով այդ ոլորտում, հա, նախկինում որևէ պաշտոն չի զբաղեցրել, համակարգին ծանոթ չէ, նման կարևոր պաշտոնի նշանակումը այդ եղանակով հասարակության մոտ ամբողջ այդ ինստիտուտի նկատմամբ արդյոք անվստահություն չի ներշնչում։ Ամենևին, նոր չեմ կրկնում, անչափ կարևոր է այն խնդիրները, որոնք առաջադրվել են։ Եվ չեմ կարծում, որ հատուկ ծառայության մարմիններում աշխատակիցների համար, որոնք ըստ էության պետք է ընդունենք, որ բոլոր երկրներում եւ վստահելի թող ներող լինեն իսկ մյուս բոլոր ծառայությունների աշխատակիցները ծառայում են բացառապես պետությանն ու այն ժողովրդին, որի զավակն են իրանք։ Եվ սա չի կարող առաջացնել ծառայությունում որևէ անընկալելի, հա, եւ նույնիսկ եմ կրկնում, դարձյալ մենք իրավունք չունենք։ Այն խնդիրները, որոնք նախագահի լիազորության շրջանակներում են, քննության առարկա դարձնենք, թե ինչու այս պահին այդպես։ Եթե էլի անդրադառնանք այն պետություններին, շատ օրինակ նախկին խորհրդային պետություններ, որոնք հատուկ ծառայությունները խորհրդային միության փլուզումից հետո ըստ էության լուծարեցին եւ ստեղծեցին նոր ծառայություններ։ Այն նրանք որտեղից տիճարեին են մարդկանց, ովքեր անցել են այդ համակարգում ունեն փորձառություն։ Բայց այս պարագայում նախագահի ապարատում աշխատող ցանկացած մեկը, հատկապես մարդ, որ ըստ էության ամեն օր շփվել է նախագահի հետ տարբեր խնդիրներով, իրավական խնդիրներով, արդեն իսկ ունի որոշակի փորձառություն։ Տեսական առումով նա շատ լավ տիրապետում է այն ոլորտին, որտեղ գնացել է, գործնական կարծում եմ շատ կարճ ժամանակում։ Չմոռանանք, որ հատուկ ծառայություններում տնօրենի պարտականությունը այն քաղաքականության իրականացումն է, որ դրվում է ծառայության առաջ։ Մնացած խնդիրները կան տեղակալներ, կան գլխավոր վարչություններ, կան օպերատիվ բաժիններ, ես կարծում եմ նրանք իրենց գործունեությունը կատարելու են անկախ նրանից, թե ով է ծառայության տնօրենը։ Պարոն Սագուլյան, այս օրերի ընթացքում շարունակում են քննարկումները Դաշնակցության եւ Հանրապետական կուսակցության միջև, սպասվում էր, որ ուրբաթ օրը նախ հայտնի կդառնա այդ հայտնի ելույթի ընթացքում, այդ հավաքի ընթացքում նախագահականի, թե ի վերջո ինչ պաշտոններ է կոալիցիայի դիմաց ստանալու, որ նախարարական պորտֆելներն են տրվելու Դաշնակցությանը, այսօր պետք է կոալիցիան ստորագրվեր հուշագիրը, բայց այդպես էլ դա տեղի չունեցավ։ Ձեր դիտարկմամբ ո՞րն է այս ձգձգման պատճառը եւ կոնկրետ ինչի շուրջ է գնում այսպես առևտուրը քաղաքական, հա, թե այդպես ձևակերպել։ Գիտեք, մենք միշտ աշխատում ենք մտնել այլ քաղաքական կազմակերպությունների, հա, քննարկումների ոլորտը եւ իրենց ներքին խնդիրների ոլորտ։ Ես կարծում եմ այն երևույթը, որ տեղի ունեցավ, այն է համանդրական փոփոխությունները, որոնք ըստ էության բավականին լուրջ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի հետագա կյանքի վրա, անկախ նրանից մենք մինչև ամսի 6-ը կողմ ենք եղել համանդրական փոփոխություններին, թե ոչ։ Այսօր կա ռեալ իրականություն, այսինքն ընդունված է նոր սահմանադրության եւ նոր սահմանադրությամբ եւ Հայ-Աղափական Դաշնակցությունը եւ Հանրապետական կուսակցությունը ասում էին, որ բավականին լուրջ փոփոխություններ կլինի թե տնտեսական, թե սոցիալական, թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական ոլորտներում։ Եվ հիմա իրանք պետք է կարողանան մինչև 17 թվականի խորհրդարանական ընտրությունները ցույց տալ, որ իսկապես համանդրությամբ պայմանավորված այդ համակարգերում փոփոխություններ տեղի են ունենալու։ Եվ կարծում եմ սա է հիմնական շարժառիթը, որ նախագահան առաջարկեց Հայ-Աղափական Դաշնակցությանը մինչև ընտրությունները կոալիցիա կազմել եւ ցույց տալ, որ հնարավոր է շատ կարճ ժամանակում նույնիսկ այս համանդրության պայմաններում իրականացնել որոշակի փոփոխություններ տարբեր պետության առաջացած խնդիրներում։ Եվ կարծում եմ ուշ կհայտարարեն, շուտ կհայտարարեն, դա չի էականը։ Էականը այն է, որ արդեն այդ խնդրին ստարտ տրվել է եւ շատ շուտով Հայ-Աղափական Դաշնակցությունը իր պարտավորությունների շրջանակներում կստանձնի որոշակի պարտավորություններ։ Ես կարծում եմ, այստեղ շատ կարեւոր է, որ եւ չի բացառում, որ ձգձգման հիմնական պատճառներից մեկը նաեւ դա է, որ Դաշնակցությունը կարողանա ցույց տալ, որ եթե Աշոտյանին փոխարինում են Լևոն Մկրտչյանը, ինչը փոխվեց։ Եվ ընդհանրապես համանդրության փոփոխությունից հետո կամ նախագահի վերջին ելույթից հետո, որտեղ շատ հստակ շեշտադրումներ կային, արդյոք այդ բոլոր ինստիտուտները պետական, որոնց ուղղված էր նաև այդ ելույթը, իրենց գործելավոճի մեջ փոփոխություններ
բերում են, որոնք կբերեն նաև ժողովրդի սոցիալական կյանքում փոփոխություններ, տնտեսության մեջ փոփոխություններ եւ ներքին քաղաքական։ Այս կարճ ժամանակահատվածում արդյոք դաշնակցությունը դա կարողանալու է ցույց տալ։ Եթե չկարողանա ցույց տալ, ես կարծում եմ ընտրություններում բավականին լուրջ խնդիրներ կարող է ունենալ։ Կոալիցիա ձևավորման համար եմ նշում եք ձգձգման պատճառը նաև դա է, հա, կոալիցիայի ստորագրման, բայց արդյոք այս մի քանի օրերը բավական են, որպեսզի ցույց տա ձեր նշած Աշոտյանին, Լևոն Մկրտչյանով։ Դա տեղի պետք է ունենա հետագայում, փոփոխությունից հետո միայն։ Ձգձգման պատճառը, պարոն Իսագոյանը, ներքին խոհանոց է, որտեղ եւ հանրապետականների եւ հայ-խոհման դաշնակցությունը որոշակի խնդիրներ են գուցե ճշտում։ Կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ համագործակցություն։ Անձերի խնդիրը ձեր դիտարկմամբ կողքի հայացքով կոնկրետ որ անձը թե պորտֆելների խնդիր է, որ պորտֆելը պետք է տրվի, դրա շուրջ է համաձայնություն։ Ես չեմ կարծում, շատ լավ իմանալով հայ-աղափական դաշնակցության կառուցվածքը, ինչպես նաեւ հանրապետական կուսակցության հետ բավականին երկար քաղաքական ու գործնական ճանապարհ անցնելով, չեմ կարծում, որ այդ կարգի խնդիրները կարող են դառնալ։ Ուղղակի չի բացառվում, որ այդ ոլորտների ամբողջական պատասխանատվության հետ միասին նաև քաղաքական որոշակի պատասխանատվության հարց է առաջանում։ Եվ նորից եմ կրկնում, շատ կարևոր է, թե որ խնդիրների լուծման համար ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվում։ Նորից եմ կրկնում, կարող է լինել որոշակի խնդիրներում կարճաժամկետ համագործակցություն, որոշակի խնդիրներում միջնաժամկետ եւ երկարաժամկետ։ Գիտենք, որ կան տարաձայնություններ, հա, որոշակի հարցերում հայ-աղափական դաշնակցության եւ հանրապետական կուսակցության տեսակետների միջեւ տարբեր խնդիրների վերաբերյալ միանշանակ նույն լուծումները չեն առաջարկում, գուցե այս խնդիրները, որ առայժմ քննարկման փուլում են։ Բայց ես կարծում եմ, այդ քննարկումները շուտով կավարտվեն եւ ամեն ինչ կընկնի իր հունի մեջ։ Պարոն Իսագոյան, ձեր դիտարկմամբ հանրապետականին դաշնակցության հետ կոալիցիան հարկավոր էր միայն այդ համանդրական փոփոխությունների շուրջ համաձայնության եւ միասին իրագործելու այդ փոփոխությունները, դրա համար էր անհրաժեշտ այդ փոփոխություն կոնկրետ դաշնակցությանը կոալիցիա առաջարկելը, որովհետեւ դրանից առաջ նշվում էր, որ Բարգավաճ Հայաստանը եւս կարող է հանրապետականի հետ կոալիցիա կազմել, բայց մինչեւ վերջ Բարգավաճ Հայաստանին ոչ մի նման առաջարկ չեղավ։ Գիտեք, այս մարտավարական խնդիրներում ինչու է նման որոշումներ կայացվում, ինչու հայ-աղափական դաշնակցության հետ այս փուլում կամ ոչ Բարգավաճ Հայաստանի հետ, դա նույնպես կարծում եմ բացառապես այդ կուսակցությունների փոխհամագործակցության խնդիրն է։ Գուցե համանդրական փոփոխություններից առաջ է որոշակի նախնական պայմանավորվածություններ եղել հայ-աղափական դաշնակցության հետ, չեղել Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, կամ հենց նույն մարտավարական նպատակներով այսօր կոալիցիային կազմում հայ-աղափական դաշնակցության հետ, չեն կազմում Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ։ Կարող են տարբեր խնդիրներ, բայց սա բացառապես այդ կուսակցությունների ներքին խնդիրն է։ Եվ այս կուսակցությունների բանակցությունների արդյունքում այն եզրակացությանը, որ եկել են այդ կուսակցությունները, հիմա գուցե ինչ-որ փուլի Բարգավաճն էլ մտնի, կամ ընտրություններից հետո դա տեղի ունենա, պետք է սպասել, համբերատար ու տեսնել, թե շատ կարևոր է ուղղակի, որ այս փուլում ընդդիմությունը կարողանա ճիշտ լուծումներ գտնել իր հետագա գործունեության համար։ Հասկացեք, որ նոր իրողություն է։ Հիմա մենք ասում եմ, ես էլ հա շատ խնդիրների հետ համաձայն չեմ եղել մինչև ամսի 6-ը, բայց արդեն մենք իրողության առաջ, փաստի առաջ են կանգնած, որ կա նոր սահմանադրություն։ Հիմա կամ այդ ելույթ է տեղի ունեցել հանրապետության նախագահի, որի քննարկումը ոչ թե քննարկման է վերածվում, այլ բոլորը փորձում են ինչ որ բաներ ման գալ, որ այդ ելույթի մեջ չկան։ Կամ ասենք ամսի 6-ից հետո վեճ է գնում, թե 400,000-ը, որ դեմ են քվեարկել, դա ում ձայներն են, ՀԱԿ-ի, մյուս ճակատների եւ այլ, փոխանակ արդեն նոր իրողություններից հետո ելնելով փորձեն համախմբվել կամ միասնական ճակատով հանդես գալ կամ գոնե կազմակերպված։ Եթե ընդդիմությունը գտնում է եւ կան փաստացի օրինակներ, որ կոնկրետ հանրաքվեն կեղծվել է եւ արդյունքները չեն համապատասխանում իրականությանը, այսինքն մենք ամեն ընտրությունից հետո պետք է համակերպվենք այն իրականության հետ, որ այդ ընտրությունները կեղծվում են, որ զանգվածային խախտումներով են անցկացվում, այսինքն անկախ նրանից իշխող կուսակցությունը եւ Սերժ Սարգսյանը կոնկրետ ինչ մեթոդներով, ինչ եղանակով ընտրություններ կանցկացնեն, ընդդիմությունը պետք է համակերպվի դրան եւ ձեր նշած նոր իրողության մեջ ապրի, որ արդեն կայացած փաստ է եւ հա առաջ շարժվի դրանով։ Հիմա տեսեք, ես մասնակցել եմ բազմաթիվ ընտրությունների եւ միշտ նույն խնդիրը առաջացել է ու ես միշտ նույն լուծումն եմ առաջարկել։
Լավ, ընդդիմադիր դաշտում չկա որևէ քաղաքական ուժ, որ կարողանա ընդամենը 2000 տեղամասի համար ապահովել վստահված անձիկ։ Իրենք են խոստանում, եթե որևէ տեղամասում կա թեկուզ 1 վստահելի վստահված անձ, այդ տեղամասում դրում խախտումներ չեն լինում։ Հիմա դե լավ, մենք արդեն 20 տարի է առնվազն ընտրությունների փուլերում ենք անընդհատ։ Եվ այդ 20 տարի մենք անընդհատ բացի առաջին նախագահական ու խորհրդարանական Գերագույն խորհրդի ընտրություններից ասում ենք, որ ընտրությունները կեղծվում են։ Ամեն անգամ ընդդիմությունը դա ասում է։ Եվ ինչ է, որևէ անգամ ընդդիմությունը չի կարողանում կազմակերպել, որ գոնե ընտրատեղամասերում, եթե բացառենք փոքր ընտրատեղամասերը, որտեղ ընտրողների քանակը բավականին քիչ է, գոնե 2/3-ում կամ մեծ քաղաքներում ապահովի բոլոր տեղամասերում վստահված անձնանց ներկայությունը։ Բացի այդ, կուսակցություններ կան, որ տեղական հանձնաժողովներում ունեն իրենց անդամները, հա։ Լավ, հիմա ով է մեղավոր, որ տվյալ այդ մարդկանց ահաբեկում են, այդ մարդկանց ճնշում են, մենք հենց այս հանրաքվեի ընթացքում տեսանք, եթե ենթադրենք Ժառանգություն կուսակցություն ունի մեկ վստահված անձ, բայց մենակ է Հանրապետականի Դաշնակցության Բարգավաճի այդ համախմբված գործունեության առաջ, ինչ կարող է անել այդ մեկ հոգին։ Ես չէի ուզենա կուսակցությունների անուններ տալ, բայց ես երբեմն օրինակներ եմ բերում եւ որևէ մեկը թող չվերցնի այդ օրինակը իր վրա, բայց ես գիտեմ տեղամասեր, որտեղ ցավոք սրտի այդ տարածաշրջանում որևէ կուսակցության պատասխանատու անձը 5 միլիոն դրամ է վերցրել եւ իրանց տեղերը տվել այլ կուսակցությունների։ Լավ, դրա համար եմ ասում, եթե կուսակցությունները ընդդիմադիր դրանք կլինեն, կայացած արդեն կուսակցությունները չեն կարողանում ապահովել եւ չունեն այդ քանակի վստահելի մարդիկ, ապա վաղը մյուս օրը պետական կառավարման մեջ ինչ են անելու, այդ կադրերը ովքեր են նրանց, որ պետք է լրացնեն տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատողներին, ուրեմն պետական մարմիններում աշխատողներին եւ տարբեր գերատեսչություններում աշխատողներին։ Ինչ ես նույնիսկ այս հարցը շատ կարեւոր է։ Ընդդիմությունը պետք է իր հիմնական ուշադրությունը դարձնի հենց այս խնդիրների վրա։ Կարողանում է արդյոք ինքը համախմբել ընդամենը 4000 մարդ։ Հավատացեք, ես եղել եմ բազմաթիվ տեղամասերում, որևէ տեղ եթե թեկուզ 1 վստահված անձ, ահաբեկել ասելով, ես ինչ է, գիտեք, շատ տեղերում շատերին ձեռնտու է, որ ասեն, որ իրենց նկատմամբ չեն բացառում, որ լինում են նման դեպքեր, բայց միևնույն է, եթե մեկը վստահ կանգնում է, որևէ մեկը չի համարձակվի գնալ կոշտ գործողությունների։ Շատերին ուղղակի ձեռնտու է, որ ասեն, որ իրանց նկատմամբ ահաբեկում է եղել, դե ահաբեկում է եղել, թող գա համապատասխան հայտարարություն անի կամ համապատասխան մարմիններին դիմի հենց այդ քրեական մեղադրանքի, ինչու է նման գործառույթներ չեն անում։ Սա էլ է շատ կարևոր հանգամանք։ Ուրեմն մենք այդ կուսակցությունները, ովքեր մարդկանց նշանակում են, չեն կարող տեղում համոզել, որ իրանք ունեն այնքան ուժ, որ կարող են պատասխան տալ նաև այդ մարդկանց անվտանգության համար։ Շնորհակալություն պարոն Իսագուլյան զրույցի համար, հիշեցնեմ, որ ուղիղ եթերում զրուցում էինք ազգային անվտանգություն կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանի հետ։